Հայաստանի ներսում սկսված հակաեկեղեցական արշավը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Արձագանքների թիվը 1 տասնյակից ավելի է, աշխարհագրությունը լայն, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ ու Ռուսաստան։ Դոչե Վելեն գրում է. Նիկոլ Փաշինյանի ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին ուղված կոշտ քննադատությունը երկրում առաջացրել է հազվագյուտ ճգնաժամ կառավարության եւ եկեղեցու հարաբերություններում։ Լրատվամիջոցը շեշտում է, վտանգված է աշխարհիկ կառավարման եւ հոգեվոր ինքնավարության միջև ձևավորված հավասարակշռությունը։ Դոչե Վելեի գնահատմամբ եկեղեցու դեմ ներկայիս գործողությունները ավելի շատ հիշեցնում են քաղաքական մրցակցին չեզոքացնելու փորձ, քան բարոյականության համար պայքար։ Նույն տրամաբանությամբ է թեմային անդրադարձել նաև BBC-ն։ Բրիտանական հանրային հեռուստաընկերությունը նկատում է, որ եկեղեցու դեմ արշավը կարող է լինել կանխարգելիչ հարված, ուղղված պահպանողական ընդդիմության առանցքային հենարանին։ BBC-ն հիշեցնում է, հարաբերությունները սրվել են հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ Գարեգին II կաթողիկոսը միացել է վարչապետի հրաժարականի պահանջներին։ Եկեղեցի պետություն պառակտումը փորձության է ենթարկում ազգի ապագան, National Catholic Register-ն է գրում։ Դիտորդների կարծիքով ճգնաժամը կարող է ավելի անկայունացնել աշխարհի ամենահին քրիստոնեական ազգը, որն արդեն իսկ գտնվում է Ադրբեջանի իրեդենտիստական հավակնությունների ճնշման տակ։ Times-ում հրապարակված հոդվածում բրիտանացի պատգամավոր Դենի Քրյուգերը գրում է. Փաշինյանը եկեղեցուն վերաբերվում է այնպես, կարծես այն քաղաքական ընդդիմություն լինի։ Նրա խոսքով վարչապետը հետևում է ավտորիտար առաջնորդների դասական տրամաբանությանը, մրցակիցներին հայտարարում է պետության թշնամի, ապա գործածում պետական լծակները նրանց թույլատնելու համար։ Ռուսական Իզվեստիան էլ գրում է, որ ընտրություններին ընդառաջ վարչապետ Փաշինյանը սկսել է մաքրել քաղաքական դաշտը, թիրախ դարձնելով թե այլախոհներին, թե կրոնական շրջանակների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին։ Մոսկովսկի կամսամոլեցի գնահատմամբ գործողությունների նպատակը եկեղեցին ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելն է, այն թույլատնելու եւ պառակտելու միջոցով։ Հայ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ռուսական առաջին հեռուստաալիքը։ Ռեպորտաժում նշվում է, որ Փաշինյանի այսպես ասած հակառակորդները համոզված են, ընտրություններից 1 տարի առաջ վարչապետն ազատվում է իր մրցակիցներից։ Նա հոգևորականությանը դավադիր է հայտարարել, հիմա ամեն օր նոր ձերբակալություններ են լինում։ Հայաստանում եկեղեցին դարձել է երկրի ավտորիտար ղեկավար, վարչապետ Փաշինյանի կողմից սանձազերծված դաժան արշավի թիրախ, ընդգծել է ՀԻԼ-ը։ Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի նպատակը երկրի ուշադրության շեղումն է իր գոյաբանական խնդիրներից։ Լրատվամիջոցը գրել է, որ Հայաստանում աճում է խոր դժգոհություն գործող իշխանության նկատմամբ։ Եվրասիան նկատել է, որ Հայաստանում եկեղեցու եւ պետության միջև առճակատումը հասարակության եւ տնտեսության վերափոխման կառավարության ջանքերի շուրջ կարող է մոտենալ իր կուլմինացիային։ Radio Free Europe Radio Liberty-ն գրել է, որ այս դիմակայությունը կարող է վերաձևավորել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը եւ Սփյուռքի հետ հարաբերությունները, դառնալով անկախությունից ի վեր ամենախոր եկեղեցի պետություն ճգնաժամը։ EA Daily-ի գնահատմամբ Փաշինյանը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ հանրային մանդատ Հայաստանում եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու համար։ Փորձը եկեղեցուն մարգինալացնելու տեղեկատվական աղմուկի միջոցով հակառակ արդյունքն է տվել։ Հակաեկեղեցական քայլերին աջակցողները հասարակության մեջ արագորեն կորցնում են վստահությունն ու լեգիտիմությունը։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։